մեր ձեռքերի մեջ պլաստիլինի գունը շունչ է առնում։ Քանդակագործների ձեռքերը ինչ են պինդ, որովհետև նրանք անընդհատ մետաղի հետ շփվում են, դրա համար բնականաբար մատերը պնդանում են։ Այս երկու ձողերը ամրացնում ենք իրար։ Տաք ջրի մեջ ինքը արդեն փափկեց պլաստիլինը։ Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մի բանից խանգարում է, ոչ թե հրաժարվում եմ, այլ այդ օրը չեմ աշխատում իր վրա։ Կամ 2-3 օր չեմ աշխատում, հետո մի քանի օր հետո նույնպես վերադառնում եմ։ Ես շատ շուտ բանից ուզում էի ուրինի անեի, անդադ է ծառը շատ է դուրս գալիս, ստացող ուրինները։ Այդ տրամադրություն է ինքը, այդ ուրինը որ նայում ես, արդեն տրամադրությունը լրի ուրիշ է։ Ու անդադ ինքը ինձ հիշեցնում է աղջկա ֆիգուր, մազերը թափած ու այդ հոգեվիճակը էլի, հա։ Նազանքել կա, չէ՞ մեջը։ Նատուրալ չեն կանում, որ հենց կոնկրետ պետք է հիշացնի ուրենը, այսինքն պարտադիր չի, որ ես լրիվ այդտեղ փոքր տերևներ կա, չէ՞ վրա, այդ ամեն ինչը քանդակվի, ընդհանուր տպավորություն է։ Հեսա կծոր է ինքը մի քիչ ավելի սիրով ֆակտուրա կստացվի։ Հիմնական ֆորման եմ ես իրան ստանում, որից հետո մոմ եմ նստում, մոմի վրայից սկսում եմ աշխատել։ Աշխատում եմ այնքան, մինչև որ համոզում է ինձ, որ արդեն լավ է ինքը, եւ կարող եմ տանել ձուլարան, տանում եմ ձուլարան, տալիս եմ վարպետներին, ասում եմ ձուլեք։ Քանդակի լեզուն տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ Միքելանջելոն ասում էր, եթե գլորում ես սարից այն ավելոտ բաները փոքում է վրայից, տակը ինչ որ մնում է դա է քանդակը, այսինքն ասես դուս եկած բաները չլինեն, էլի։ Ամենակարևոր բաներից մեկն ենք անում, շարժում ենք մտցնում մեջը։ Ուրանի չի ուրանի է։ Այսա կտեսնեք, թե բրոնզի վրա ինքը ոնց կերևա հետագայում։ Շատ անգամ այս բրոնզի փոշին քսում եմ, որպեսզի հասկանամ ինչ գործողությունների պետք է արվի վրան, որտեղ պետք է ավելի խորացնեմ, որտեղ պետք է ավելի ուժեղացնեմ, առաջին պլան, երկրորդ պլան։ Մոտավորապես ստացել ենք այն ֆորման, ինչ որ մենք ուզում էինք։ Մոմի վրա արդեն ավելի մանրակրկիտ աշխատանքներ կա այստեղ։ Տեղեր կա, որ պետք է այս ծակեմ ինքը լույս երևա, այս մասում, ինչ մի քանի տեղ, որ ինքը այսքան ծանր չլինի։ Որից հետո այս կողքերից, այս դերևիկները պետք է անեմ, թրթիլ մտնի մեջ ամազերի։ Ձուլմա կենթարկվի ինքը տեսնեք լա ինչ է ստացվել ձուլումից, նորմալ է դուս եկել, թե ոչ։ Հա, մի բան մոռացա։ Այստեղ անպայման պետք է ստորագրես, էլի աշխատանքը։ Ընդհանրապես ես արագ եմ աշխատում, հա, համեմատած մյուսների հետ։ Հենց սիմպոզիումների ժամանակ էլ ամենաարագը ես էի պրծնում։ Այդ նրանից չի, որ ես այդքան շատ լավն եմ, իրանք վատն են։ Յուրաքանչյուրը իր տեմպոն էլի աշխատանքի։ Ես էլ սենց։ Մի քիչ ավելի շատ եմ իրան ճկել,
Բայց ոչինչ այո, տես է կարա լինի։ Կամ եթե շատ դուրս չգա, վաղը մի հատ որ վերանայեմ, կարող է պատե ինչ-որ բաներ փոփոխեմ։ Եթե նկատել եք քանդակներից մեջ այդ ժպիտը կա, մարդկանց ժպտացնելու։ Մի քիչ հումոր կա էլի մեջը։